լրահոսի թարմացումներով Renews լրատվականը կրկին ուղիղ եթերում է, ես Սոնա Թումանյանն եմ։ Մենք շարունակում ենք անջատել աղմուկն ու խոսել կարևորի մասին Հայաստանի եւ աշխարհի լրահոսից թափանցիկ լուսաբանմամբ։ Իսրայելը արթնացրել է քնած առյուծին անցած գիշեր Իսրայելը առյուծն արթնանում է անվամբ լայնածավալ գործողությամբ հարձակում է սկսել Իրանի վրա։ Միջուկային օբյեկտներ են ռմբակոծվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին սպանվել է։ Զոհվել են նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գերագույն առաջնորդի քաղաքական խորհրդական Ալի Շամիխանին, միջուկային գիտնականներ Ֆրեյդուն Աբասի Դավանին եւ Մեհդի Թեհրանչին։ Իսրայելը հայտարարել է, որ գործողությունը նպատակ ունի կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ ըստ իսրայելական զինվորականների եւ հետախուզության Իրանը գրեթե մոտեցել է միջուկային զենք ստեղծելու անվերադարձելիության կետին։ Վերջին ժամերին իսրայելական ուժերը խոցել են Թավրիզի օդանավակայանը, գործողությունների շղթայի սկիզբը մեկ տեսաշարով ներկայացնում է Լիլիթ Մուրադյանը, դիտենք։ Կադրերը, որ տեսնում եք Թավրիզի օդանավակայանից են, իրանական Ֆարս գործակալության տվյալով Իսրայելի հարվածից հետո 3 զոհ կա, իսկ գիշերը Իրանի դեմ սկսված հարձակումից հետո արդեն հայտնի է 6 զոհի եւ առնվազն 95 վիրավորի մասին, որոնցից մոտ 35-ը կանայք եւ երեխաներ են։ Տեղեկություններ կան, որ իսրայելական բանակը Իրանին հարվածների ժամանակ օգտագործել է պայթուցիկներով անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակվել են հենց Իրանի տարածքից։ Իսրայելական Մոսադը Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկից առաջ կարողացել է Թեհրանի մոտակայքում գաղտնի բազա ստեղծել, տեղակայելով կամիկաձե դրոններ։ Իսրայելական Մոսադը Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկից շատ առաջ կարողացել է Թեհրանի մոտակայքում գաղտնի բազա ստեղծել, տեղակայելով կամիկաձե դրոններ։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Նաթանզի եւ Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտներին, Քերմանշահի եւ Խորամաբադի հրթիռային բազաներին, ինչպես նաեւ Թեհրանին, Սպահանին, Թավրիզին եւ Իրանի այլ խոշոր քաղաքների։ Նպատակակետը եղել է Իրանի զինված ուժերի եւ հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը, ինչպես նաեւ միջուկային ծրագրի վրա աշխատող գիտնականները։ Հարվածներ են հասցվել նաեւ Ղոմին, որտեղ բնակվում են Իսլամական Հանրապետության հոգեվոր ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հարվածներից հետո Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Նա նաև դիմել է Իսրայելի ժողովրդին զգուշացրել, որ Իրանը կպատասխանի եւ որ Իսրայելի բնակիչները հնարավոր է երկար ժամանակ ստիպված լինեն մնալ ապաստարաններում։ Նեթանյահուն չի մոռացել նաև շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, մեջբերեմ նրա անսասան դիրքորոշման համար։ Իսրայելի պաշտպանության բանակը նախկինում հայտարարել էր, որ սա գործողության միայն առաջին փուլն է։ Իրանին հարվածներ հասցնելուց հետո Իսրայելը արգելել է հավաքները, մարզումները, կրթական միջոցառումները հնարավոր հրթիռային պատասխանի պատճառով։ Ներքին ռազմաճակատի հրամանատարության խոսնակը զգուշացրել է, որ առաջիկա ժամերին երկիրը կարող է ենթարկվել արևելքից զգալի հարձակման։ Դրանք կարող են լինել ծանր հրթիռներ, որոնք կարող են հասնել երկրի ցանկացած կետի։ Iran International-ը հայտնում է, որ Իսրայելի հարձակումների ընթացքում վնասվել է Թեհրանում գտնվող հիմնական միջուկային օբյեկտը։ Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրելով խիտ ծխի կադրեր հայտնել է, որ օբյեկտը մի քանի հարված է ստացել։ Ընդհանուր առմամբ գործողությանը մասնակցել է ավելի քան 200 ռազմական ինքնաթիռ, հարվածները իրականացվել են 5 ալիքով։ Թեհրանի օդանավակայանը փակ է։ Լիլիթ Մուրադյան, Ռեոփն մեդիա։ Տարածաշրջանում վերահաս վտանգ է կախված լրահոսում ռազմական գործողությունների մասին արձագանքները սկսենք Հայաստանի արտաքին գերատեսչության գրառումից։ Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Իրանի վրա հարձակումը, կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ պահպանել միջազգային իրավունքի նորմերը։ Իրանի վրա միակողմանի հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում, հատկապես բանակցությունների հաջորդ փուլի նախաշեմին այն վտանգում է խաղաղ ջանքերը, ինչպես նաեւ տարածաշրջանային ընդհանուր կայունություն ու համաշխարհային խաղաղությունը, ասված է Հայաստանի արտաքին գերատեսչության X-ի էջում։ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին հարձակումն Իրանի վրա։ Չեխիայում Globsec 2025 ֆորումին ընդանում է հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանը։ Նա հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք մենք տարածաշրջանում եւ մենք շատ մտահոգ ենք, ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ Բաքվում հարկադիր վայրեջք կատարած ինքնաթիռներում հայեր կան։ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է Հայաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարություններին, խնդրելով
ամեն ինչ ապահովելու համար, անել ամեն բան այն հայրերի անվտանգությունը ապահովելու համար, ովքեր հայտնվել են Բաքվում կապված Իրանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Ուղևորների հարազատների խոսքով Դուբայ մեկնող մեր հայրենակիցներն այս պահին կապի դուրս չեն եկել։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ Իսրայելի հարվածների ֆոնին վրեժխնդրության կարմիր դրոշն է բարձրացվել իրական Դոմ քաղաքի Ջամքարան մզկիթի վրա։ Մզկիթի վրա կարմիր դրոշը բարձրացվել էր նաև 2024-ի սեպտեմբերին Համասի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի և 2020 թվականի հունվարին ԻՀՎԿ հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանություններից հետո։ Տարածաշրջանի մյուս երկրները նույնպես անդրադարձել են Իսրայելի հարձակմանը։ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության համաձայն Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել ավելի լայնածավալ հակամարտությունների։ Այս հարձակումը ցույց է տալիս, որ Իսրայելը չի ցանկանում, որ խնդիրները լուծվեն դիվանագիտական ճանապարհով, ասված է թուրքական արտաքին գերատեսչության հայտարարության մեջ։ Իսկ ահա Ադրբեջանը ավելի զուսպ է գտնվել, թերևս չնեղացնելու համար իր դաշնակից Իսրայելին։ Բաքուն կոչ է անում ապա էսկալացիայի և երկխոսության։ Արտգործնախարարության հայտարարությունում Ադրբեջանը լուրջ մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից Իրանի տարածքի դեմ իրականացված ռազմական գործողության կապակցությամբ Իսրայելի և Իրանի միջև էսկալացիայի վերաբերյալ։ Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրման ռիսկը, անհրաժեշտ է շարունակել դիվանագիտական շփումները և ջանքերը համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակում, ասվում է Բաքվի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։ Այսօր տեղի ունեցածը Հայաստանի համար խնդիր է, ապրի Արմենիայի ֆորումում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ դասական անվտանգային սպառնալիքը, այսինքն ռազմական սպառնալիքը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար է խնդիր։ Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի կարողանա իր մասնաբաժին կայունությունը տարածաշրջան բերել, նշել է Արմեն Գրիգորյանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Էքսի էջում գրել է, որ անցած գիշեր սկսված գործողությունը ձեռնարկվել է միջուկային բանակցությունների ընդմիջման ժամանակ և խաթարում է խաղաղության հաստատման գլոբալ և տարածաշրջանային ջանքերը։ Հայաստանը դատապարտում է այս հարձակումը և կոչ է անում անհապաղ դեէսկալացիայի և իրավիճակի խաղաղ կարգավորման միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, գրել է Ալեն Սիմոնյանը։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին իր ուղերձում Իսրայելի հարվածները հանցագործություն է անվանել, ասելով, որ Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի։ Նրա խոսքը մեջբերել է իրանական Ֆարս լրատվական գործակալությունը, Մեհրը հրապարակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը։ Նման ահաբեկչական գործողություններին և հանցավոր միջադեպերին հակազդելու համար անհրաժեշտ նախազգուշական միջոցներն ու պլանավորումն արդեն ձեռնարկվել են, և թշնամու այս հանցավոր գործողության մանրամասները, ինչպես նաև պատասխանը, որը խորը ափսոսանք կառաջացնի, կներկայացվեն Իրանի ժողովրդի ուշադրությանը, ասված է հաղորդագրությունում։ Իրանի բանակի հրամանատար գեներալ Աբդոլ Ռահիմ Մուսավին հաստատել է, որ իրանական բանակը սկսել է Իսրայելի հարվածներին պատասխանելու գործողություն ավելի քան 100 հարվածային դրոն ուղարկելով Իսրայելի վրա։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների, իրանական բոլոր անօդաչու թռչող սարքերը հաջողությամբ խոցվել են, օգտագործվել են ֆրանսիական, ամերիկյան և բրիտանական կործանիչներ։ Մենք հանձնարարություն ենք ստացել հեղափոխության առաջնորդից պատժելու հանցագործության մեղավորներին և կազմակերպիչներին, ասել է Մուսավին։ Իսրայելի ուղղությամբ թռչող իրանական անօդաչուների խումբը նկատվել է Իրաքի հարավի վրայով անցնելիս։ Փորձագետների գնահատմամբ սպասվում է համակցված հարձակում։ Կամիկաձե անօդաչու թռչող սարքերի Իսրայել հասնելու հետ մեկտեղ ակնկալվում է բալիստիկ հրթիռների արձակում Reuters-ի հաղորդմամբ։
Միացյալ Նահանգների մատախարն է, թե ոչ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն CNN-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության մեջ եւ որևէ օգնություն չի ցուցաբերել Երուսաղեմին։ Այսօր երեկոյան Իսրայելը միակողմանի գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ։ Մենք ներգրավված չենք Իրանի դեմ ուղղված հարվածներում եւ մեր գլխավոր առաջնահերթությունը տարածաշրջանում ամերիկյան ուժերի պաշտպանությունն է, ասել է պետքարտուղարը։ Ռուբիոն նշել է, որ Իսրայելը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է այդ գործողության մասին որպես ինքնապաշտպանության համար անհրաժեշտ քայլ։ Նախագահ Թրամփը եւ վարչակազմը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը մեր ուժերը պաշտպանելու համար եւ սերտ կապի մեջ են մեր տարածաշրջանային գործընկերների հետ։ Իրանը չպետք է հարձակվի Միացյալ Նահանգների շահերի կամ անձնակազմի վրա, ընդգծել է Ռուբիոն։ Իսկ քիչ առաջ Միացյալ Նահանգների նախագահը հերթական արձագանքն է տարածել. Ես Իրանին հնարավորություն էի տվել գործարք կնքելու, զգուշացնելով, որ ամեն ինչ սպասվածից ավելի վատ է լինելու։ Քանի դեռ ժամանակ կա այս ամենն ավարտելու, Իրանը պետք է համաձայնի գործարքին։ Պարզապես արեք դա, քանի դեռ ուշ չէ, ասել է Թրամփը։ Մինչև այդ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շտաբ կառավարության նիստ է հրավիրել Իրանի վրա Իսրայելի հարվածից հետո։ Հանդիպան օրակարգում Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումն է եւ Միացյալ Նահանգների արձագանքի մշակումը։ Հարձակման նախօրեին Թրամփը լրագրողների հետ զրույցում զգուշացրել էր, որ տարածաշրջանում մեծածավալ հակամարտություն կարող է սկսվել շատ շուտով։ Թրամփը եւս նշել է, որ նախապես գիտեր Իրանի թիրախների վրա հարվածների մասին։ Fox News հեռուստաալիքի քաղաքական մեկնաբանի հետ զրույցում Թրամփը նշել է, որ Իսրայելի հարձակումը իրեն չի զարմացրել։ Սուրեն Սարգսյանի մեկնաբանությունը կդիտենք այս պահին։ Որքանով այս պահին հայտնի է, Միացյալ Նահանգները հայտարարել են, որ Իսրայելի այս գործողությանը որևէ կերպով չեն մասնակցել, աջակցություն չեն ցուցաբերել, եւ սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները ըստ էության մեսիջ է ուղարկում Իրանին, որ որևէ ներգրավվածություն չի ունեցել եւ ցանկություն չունի ներգրավվածություն ունենալու, այսինքն ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները փորձում է շարունակել Իրանի հետ վարվող բանակցություններ, այլ ոչ թե հակադրվել Իրանին եւ աջակցել Իսրայելին։ Կարծում եմ ամբողջական պատկերը մոտարապես սա է եւ այդ հայտարարությունը արվել է Սպիտակ տանից Մարկո Ռուբիոյի կողմից, ով ոչ մի պետքարտուղարն է, այլ նաև համակարգում է ազգային անվտանգության խորհուրդը եւ ըստ էության ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականն է։ Լուսաբացին 4-30-ից Իրանը փակել է օդային տարածքը, ինչպես ողջ տարածաշրջանում, այնպես էլ Երևանում։ Փոփոխություններ են կատարվել քաղաքացիական ուղևորափոխադրումների ժամանակացույցում։ Իրանի, Իսրայելի, Իրաքի, Սիրիայի եւ Հորդանանի օդային տարածքը փակ է։ Երևան ժամանող եւ մեկնող մի շարք չվերթներ են չեղարկվել Թել Ավիվ, Աբու Դաբի, Դուբայ։ Մասնավորապես չեղարկվել է Fly One ավիաընկերության Թել Ավիվ, Երևան, Թել Ավիվ չվերթը։ Միացյալ Արաբական Էմիրությունները չեղարկել, հետաձգել է մի շարք չվերթ կամ փոխել օդային երթուղիները։ Այս պահին չեղարկված Fly Dubai ավիաընկերության Դուբայ-Երևան-Դուբայ եւ Wizz Air-ի Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի չվերթները նույնպես հետաձգված են։ Անժամկետ չեղարկվել են Երևանից դեպի Իրան, Իսրայել եւ Էմիրություններ թռիչքները։ Քաղավիացիայից հայտնում են, որ Բելգրադ-Դուբայ, Սինվոդի-Դուբայ եւ Կազան շարժաչվերթներն իրականացնող օդանավերը վայրեջք են կատարել Զվարթնոցում որպես ռեզերվային օդանավակայան։ Իսրայելում զանգվածային զորահավաք է սկսվել, տասնյակ հազարավոր պահեստազորայիններ են զորակոչվում։ Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրն ասել է, որ Իրանի պատասխանը նման չի լինի այն ամենին, ինչ մենք տեսել ենք։ Մենք պատրաստ ենք պաշտպանվել։ Իրանի արտակարգ գործերի նախարարությունը հայտարարում է, որ Իսրայելի ռեժիմի ագրեսիվ գործողությունները Իրանի դեմ հնարավոր չէին առանց Միացյալ Նահանգների համակարգման եւ հաստատման։ Քանի որ Միացյալ Նահանգներն այս ռեժիմի հիմնական աջակիցն է, այն եւս պատասխանատվություն է կրելու Իսրայելի հանցագործությունների հետևանքների համար։ Այս հարձակման պատասխանը տալը Իրանի օրինական իրավունքն է համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։ Իրանի զինված ուժերը չեն հապաղի պատասխանել ագրեսիային, իրենց իսկ որոշած ձևով եւ ամբողջ ուժով ի պաշտպանություն երկրի ինքնիշխանության, ասված է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Իրանի վրա հարձակման հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի Իսրայելի ղեկավարության վրա, հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունը։ Չինաստանն էլ պատրաստ է կառուցողական դեր խաղալ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի մեղմացման գործում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը Եվրոպայի անունից կոչ արել բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, անհապաղ դադարեցնել սրացումը եւ զերծ մնալ պատասխան միջոցներից։ Հայտարարություններ կան նաեւ Մերձավոր Արևելքի մյուս պետություններից։ Արևմուտքում համարում են, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, սակայն բոլորն էլ մտահոգված են քաղաքական այս պայթյունավտանգ իրավիճակից։ Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված ռազմական գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, անընդունելի են ինքնիշխան պետության, նրա քաղաքացիների, խաղաղ քաղաքների եւ միջուկային էներգիայի ենթակառուցվածքների վրա չհրահրված հարվածները։ Իսրայելը գիտակցված ընտրություն է կատարել լարվածության հետագա սրման եւ խաղադրույքների բարձրացման օգտին։ Չինաստանը դեմ է Իրանի ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններին, հակասությունների սրմանը եւ հակամարտության ընդլայնմանը։ Տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրումը չի համապատասխանում կողմերից ոչ մեկի շահերին։ Չինաստանը պատրաստ է կառուցողական դեր խաղալ իրավիճակը մեղմելու համար։ Այդ հարձակումը վտանգում է դիվանագիտական ջանքերը եւ սպառնում է տարածաշրջանային կայունությանը։ Օմանը միջնորդ է հանդիսանում Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Իրանն արդեն հայտարարել է, որ չի մասնակցի Օմանում նախատեսված Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունների 6-րդ փուլին։ Թագավորությունը խստորեն դատապարտում է Իսրայելի բացահայտ ագրեսիան եղբայրական իսլամական Իրանի պետության դեմ։ Սա խաթարում է Իրանի ինքնիշխանությունը եւ անվտանգությունը եւ հանդիսանում է միջազգային օրենքների ու նորմերի ակնհայտ խախտում։ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը դատապարտելով Իրանի վրա հարձակման ընթացքում սիոնիստական ռեժիմի վերջին հանցագործությունը, այդ հարձակումներն անվանել է ուղղակի սպառնալիք միջազգային եւ տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը։ Իսրայելն ունի ցանկացած հարձակումից ինքնապաշտպանվելու իրավունք։ Ֆրանսիան բազմիցս լուրջ մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ։ Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել ցանկացած էսկալացիայից։ Ճապոնիան շարունակում է բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու եւ իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է Մերձավոր Արևելքում ցանկացած ռազմական էսկալացիա։ Նա կոչ է անում երկու կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, խուսափելու ավելի խորը առճակատումից։ Իրանին հարվածել է Իսրայելի կողմից միակողմանի գործողություն է, ուստի ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում Միացյալ Նահանգները, պետք է նպաստեն Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանը։ Ինդոնեզիան խստորեն դատապարտում է Իսրայելի հարվածը Իրանին, սա կարող է ուժեղացնել լարվածությունը եւ հանգեցնել ավելի լայն հակամարտության։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել էսկալացիայից։ Ավստրալիան անհանգստացած է Իսրայելի եւ Իրանի միջև էսկալացիայով, սա կարող է ել ավելի ապակայունացնել արդեն իսկ լարված տարածաշրջանը։ Մենք կոչ ենք անում դիմել երկխոսության եւ դիվանագիտության։ Սա խիստ անցանկալի զարգացում է տարածաշրջանում։ Սխալ գործողությունների ռիսկն այժմ բարձր է։ Տարածաշրջանին անհրաժեշտ չէ հետագա ռազմական ակտիվություն։ Սա միայն սկիզբն է, Տելեգրաֆն է գրում, մամուլի այբուբենը կամ ինչպիսի դեր է խաղում մամուլը ռազմական լարված իրավիճակների լուսաբանման իր վեկտորը թելադրելով։ Ներկայացնեմ Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածի մասին համաշխարհային խոշորագույն լրատվամիջոցների արձագանքների փազլը։ Financial Times-ը գրում է. սա լայնածավալ ջախջախիչ հարձակում է, որը կվերածվի Մերձավոր Արևելքում հակամարտության նոր փուլի։ Պոլիտիկոն անդրադարձ է արել հետևյալ կերպ. Թել Ավիվը որոշել է գործել հիմա, քանի որ կարծում է, որ Թեհրանը ներկայումս թուլացել է Իսրայելի մի շարք հարվածներից հետո։ Փարիզը գրում է Իրանի վրա հարվածներն էապես կխաթարեն Թեհրանի բանակցությունները Վաշինգտոնի հետ, իսկ New York Times-ը ասում է գիշերային հարվածների մասշտաբները ապշեցրել են թե իրանցիներին, թե իսրայելցիներին։ Washington Post-ի անդրադարձում նշվում է առանց Միացյալ Նահանգների աջակցության Իրանի խորը ստորգետնյա միջուկային օբյեկտներին հասցված վնասը սահմանափակ կլինի։
Հորդանանը չի թույլատրի իր օդային տարածքի խախտում, հայտարարել է այդ երկրի ներկայացուցիչը Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներից հետո։ Թագավարությունը չի թույլատրել եւ չի թույլատրի իր օդային տարածքի խախտում եւ այն չի դառնա որևէ կողմի միջև ընթացող որևէ հակամարտության մարտադաշտ, հայտարարել է թագավարության պաշտոնյան։ Միաժամանակ տեղեկություններ են տարածվում, որ Հորդանանը բացում է իր օդային տարածքը Իսրայելի կործանիչների համար։ Իրանում ստեղծված իրավիճակի մասին իմ գործընկեր Հասմիկ Առաքելյանին մեկնաբանություններ է տվել Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման հիմնադրամի տնօրեն Փույե Հուսեին։ Նա ընդգծել է, որ հունիսի 13-ը ճակատագրական օր կարող է լինել ամբողջ տարածաշրջանի համար։ Եթե աշխարհը անհապաղ զսպող մեխանիզմներ չգործադրեց, ապա լայնածավալ պատերազմ կարող է սկսվել։ Քանի որ Իրանն իր վրա հարձակումն անպատասխան չի կարող թողնել, խախտվել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Հիմա ինչ իրավիճակ է տիրում Իրանում եւ ինչ կանխատեսումներ կարող եք անել։ Այո, հենց այդ ժամանակում, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները հայտարարել էին, որ Իրաքի օրը 6-րդ բանակցությունների փուլը տեղի ունենալու, փաստորեն Իրանը Իսրայելը հարձակում կատարեց Իրանի վրա եւ նպատակ է, որ զախողի բանակցությունների գործընթացը եւ նաեւ վերջին օրերս Իրանը մեծ քանակի հետախուզական դեպիալներ է ստացել Իսրայելից, սական հետախուզական դեպիալները, որովհետեւ Իրանը չի հասնի այդ դեպիալները ուսումնասիրելու եւ սպանալիք դառնա Իսրայելի համար, հակահարձակում կատարեցին Իրանի վրա, Իրանի ռազմական բարձրաստիճան զինվորականներ են սպանել եւ մենք ականատես ենք, որ Իրանը կամք ունի շատ շուտով պատասխան տա Իսրայելի հարձակումից։ Իրանը հայտարարել է, Իրանի կողմը հայտարարել է, որ տեղի ունեցել ՄԱԿ-ի կանոնադրությունի 51-րդ հոդվածի խախտում եւ Իրանը իրավունք ունի այդ հոդվածի համաձայն պատասխան տա իր տարածքային ամբողջականությունի դեմ ոդենզեկությունը եւ Իրանը հայտարարել է շատ շուտով Իսրայելը կստանա իր պատասխանը Միացյալ Նահանգները հայտարարել են, որ մասնակցություն չեն ունեցել այդ հարձակման մեջ, բայց Իրան տեղյակ է եղել։ Սա նշանակում է, եթե Իրանի պատասխանելուց հետո Իսրայելը նորից հարձակումներ կատարի եւ Միացյալ Նահանգները չի կարողանա դեսպի Իսրայելին, մենք ականատես կլինենք լայնածավալ պատերազմի տարածաշրջանում։ Այսինքն կարծում եք, որ այսօրը ճակատագրական կարող է լինել ամբողջ տարածաշրջանի համար։ Միանշանակ այդ օրը, որ սպասելի օր է հասել է եւ Իրանը այն պայման պատասխան տալու է եւ պատասխանից հետո բարձր կդառնա ինչպեսի դիրքորոշում, ինչպեսի քաղաքություն ունենա արևմուտքը, ինչպեսի դարան հակազդեն Իսրայելի վրա, Իսրայելի գոյությունը անկայությունի մեջ է, Իսրայելը ամբողջ տարածաշրջանը անկայությունի մեջ է պահպանում, որպեսզի կարողանա գոյատևի։ Իրանը Իսրայելի գործողությունները զսպելու իր գործիքակազմն է գործի դնում։ Երկրի մշտական ներկայացուցչությունը միավորված ազգերի կազմակերպությունում շտաբնամակ է ուղարկել կազմակերպության անվտանգության խորհրդին։ Նամակում Իսլամական Հանրապետությունը կոչ է անում դատապարտել Իսրայելի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա եւ զինվորական պաշտոնյաների սպանությունները։ Թեհրանը նաեւ պահանջել է արտակարգ նիստ անցկացնել սիոնիստական ռեժիմի բացահայտ ագրեսիային արձագանքելու համար։ Իսկ հիմա մեր արտակարգ պատահարի մասին, որը տեղի է ունեցել այսօր ժամը 1-ի մոտակայքում Սևան-Երևան ավտոճանապարհին գազալացակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել Հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել կայանած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայում։ Տուժածների մասին մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է նորությունը, նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի ձեռնարկատիրությունը ապօրինի մասնակցելու համար։ Իսրայելի Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է։ Brent տեսակի նավթի ֆյուչերսային գները բարձրացել են 6.29 դոլարով կամ 9.7%-ով, հասնելով 1 բարելի դիմաց 75.65 դոլարի։ West Texas Intermediate տեսակի նավթի գինն աճել է 6.43 դոլարով կամ 9.45%-ով, հասնելով 1 բարելի դիմաց 74.47 դոլարի։ Open Media-ի հաջորդ լրատվական թողարկումը ժամը 18-ին է։ Փնտրեք մեզ YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում եւ Facebook-ում։ Տաղավարում աշխատեց Սոնա Թումանյանը, կհանդիպենք։